Facebook-ով դեպքից դեպ մի աղջկա եմ լսում, որը մշակույթի և գրական գործիչների մասին տարբեր պատմություններ է պատմում։ Հերթական պատմությունը Հովհաննես Շիրազի մասին էր։ Պատմությունն այսպիսին էր. Հովհաննես Շիրազի որդիներից մեկը տանը հորը դիմում է պապա ձևով։ Հայրը զայրանում է։ Ասում է. հայրդ մեռել է, որ պապա ես ասում։ Խոսքը օտարոտի պապա ձևի մասին է։ Սա դեռ քիչ է։ Պատմության մեջ ասվում է, որ հայրը Հովհաննես Շիրազը բաժակով հարվածում է որդուն և նրան վնասում է, ապա մեկ շաբաթ պահում է իր ծոցում, որպեսզի մեղքը առնի։ Նմանատիպ պատմությունները ասեմ, որ եթե ոչ բոլոր ինչ-որ պատմություններ հորինված են լինում, ես կասկածում եմ, որ մեկ բառի համար Հովհաննես Շիրազը որդուն հարված էր, այն էլ բաժակով։ Բայց այստեղ լրիվ մեկ այլ բան կա։ Բանն այն է, որ պապա ձևը նույնպես հայերեն ձև է։ Հնդեվրոպական ժողովուրդների մեծ մասը բաբա, պապա, պատրե, պետեր և այլ ձևերն են օգտագործում։ Սա հին հնդեվրոպական ձև է և հայերենում էլ հայր ձևի հետ հավասար օգտագործվել է նաև պապ, պապա ձևը։ Պարզ մի օրինակ, Բաբայան ազգանունը զուտ հայկական ազգանուն է և հիմքում ընկած է հենց այդ պապա ձևը։